Ինչպես տեսնում եք այսօրվա քարոզի վերնագիրը ես վերնագրել եմ այսպես. ապրել շնորհի գիտակցումով։ Այսօր միասին ուսումնասիրելու ենք առաջի Թեսաղոնիկեցիներից մեկ կարճ հատված եւ ավելի ուշադրություն ենք դարձնելու մեկ համարին։ Ասեմ որ այս մեկ համարը նոր կտակարանի ամենակարճ համարն է։ Կամ հարց, որը երբեք իր արդիականությունը չի կորցնում։ Եվ հարցը հետևյալն է. կցանկանայիր իմանալ եւ կատարել Աստծո կամքը քո կյանքում։ Այսօր ես չեմ ցանկանում ձեզ փոխանցել Աստծո կամքը որպես ինչ-որ անհատական հայտություն, որը ստացել եմ երազով կամ կարող էի ստանալ երազով, այլ որպես այն կամքը, որ Աստված արդեն հայտնել է իր արժանահավատ խոսքի մեջ։ Կամք, որը սուրբ է, պատվելի եւ հավիտենական կանոն բոլոր ժամանակներում, բոլոր հավատացյալների եւ բոլոր եկեղեցիների համար։ Բայց այսօր քրիստոնեական աշխարհում կա մի լուրջ խնդիր եւ իմ կարծիքով հիվանդություն։ Մենք հաճախ մեծ ցանկություն ունենք իմանալու Աստծո կամքը, բայց շատ քիչ պատասխանատվություն կամ պատրաստակամություն հնազանդվելու դրան։ Մենք հարցնում ենք, ո՞րն է Աստծո կամքը, բայց հազվադեպ ենք հարցնում, արդյոք ես պատրաստ եմ կատարել այն, ինչ արդեն գիտեմ։ Համար իմացեք, իմանալ Աստծո կամքը չի փոխում մարդուն, մարդուն փոխում է հնազանդությունը Աստծո կամքին։ Մի պարզ օրինակ, որ կօգնի մեզ ավելի լավ հասկանալ, մեր մեջ կան բժիշկներ, վստահ եմ իրենք ավելի լավ կհասկանան եւ կպատկերացնեն։ Պատկերացրեք մի մարդ, որը գնում է բժշկի։ Բժիշկը մանրակրկիտ հետազոտում է նրան, հետո տալիս է հստակ ախտորոշում եւ դեղատոմս։ Մարդը ուշադիր կարդում է, գլխով է անում, համաձայնվում եւ ասում. շատ հետաքրքիր է, ես երբեք չէի մտածի, որ խնդիրը սա է։ Բայց ասում է մի շաբաթ, մի ամիս, ամիսներ, նա ոչ մի տեղ չի խմում, ոչ մի խորհուրդ չի պահում։ Երբ նորից վերադառնում է բժշկի, դժգոհ ասում է. բժիշկ, վիճակս չի փոխվում։ Բժիշկը մի պարզ հարց է տալիս. դու արել ես այն, ինչ արդեն գիտես։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հենց այստեղ է խնդիրը նաեւ մեր հոգեվոր կյանքում։ Մենք հաճախ Աստծուց չենք խնդրում. Տեր, փոխիր ինձ, ուղղիր ինձ, բժշկիր ինձ, այլ ասում ենք. Տեր, բացատրիր ինձ։ Եվ այսօր մենք կտեսնենք, որ Աստված մեզ չի թողել անորոշության մեջ։ Նա հստակ ասել է, թե ինչ է իր կամքը մեզ համար։ Ոչ բարդ, ոչ գաղտնի, ոչ միայն հատուկ մարդկանց համար, այլ այն զարմանալիորեն պարզ, հստակ եւ ամենօրյա։ Այն գրված է ընդամենը 3 կարճ հրամաններով։ Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք եւ ամեն բանում գոհություն հայտնեք։ Եվ հարցը այլևս սա չէ. գիտեմ արդյոք Աստծո կամքը, այլ արդյոք ապրում եմ դրա համաձայն։ Եկեք միասին ընթերցենք հատվածը, որը այսօր միասին կուսումնասիրենք։ Ընթերցելու ենք առաջին Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 16-ից 18-րդ համարները։ Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք, ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսով։ Ամեն։ Մեր կարդացած հատվածի գլխավոր միտքը հետևյալն է. Քրիստոսով հայտնված Աստծո կամքը ոչ թե զգացում է, այլ հնազանդության կյանք։ Քրիստոսով հայտնված Աստծո կամքը ոչ թե զգացում է, այլ հնազանդության կյանք։ Քրիստոսով հայտնված Աստծո կամքը ոչ թե պետք է գուշակել, այլ ապրել։ Այն չի չափվում մեր զգացմունքներով, այլ մեր հնազանդությամբ։ Եվ ոչ էլ մշուշոտ է, այն շատ պարզ է, հստակ եւ մեզանից պահանջում է շարունակական գործողություն։ Եվ այս հատվածում Պողոս առաքյալը պատվիրում է Աստծո կամքին հնազանդվելու մեկ քայլ։ Եվ այն հարցը, որ ամբողջ քարոզի ընթացքում պետք է հնչի եւ մենք պետք է պատասխանենք, հետեւյալն է. ինչպես հնազանդվել Աստծո
կամքին։ Ինչպես հնազանդվել Աստծո կամքին։ Ապրել երկրպագելով, որն էլ արտահայտվում է ուրախությամբ, աղոթքով եւ գոհությամբ։ Եվ առաջին գործնական պատասխանը Աստծո կամքին տեսնում ենք 16-րդ համարում. միշտ ուրախ եղեք։ Պողոս առաքյալը պատվիրում է միշտ ուրախ լինել, բայց միշտ կանցնենք մեր հատվածի ավելի խորը ուսումնասիրությանը, պետք է վերադառնանք 4-րդ գլխի սկզբին։ Գիտեք ինչու՞, որովհետև այնտեղ է դրված այս պատվերի հիմքը։ Եթե դուք բացեք 4-րդ գլուխը, առաջին համարներում կտեսնեք Պողոս առաքյալը հիշեցնում է, որ այն պատվիրանները, որոնք նրանք ստացել են, տրվել են Հիսուսի միջոցով։ Սա պարզապես առաքյալի կարծիքը չէ, սա աստվածային իշխանությամբ տրված պատվերներ են։ Եվ 4 գլուխ 3-րդ համարում նա բացահայտ ասում է. որովհետև այս է Աստծո կամքը, ձեր սրբացումը։ Ահա առաջին հստակ ձևակերպված Աստծո կամքը այս նամակում՝ սուրբ լինելը։ Եվ սա էլ հանդիսանում է ամբողջ նամակի գլխավոր նպատակը։ Այսինքն աճել սրբության մեջ, կազմավորվել որպես սուրբ եկեղեցի։ Որովհետև Պողոս առաքյալը այս պատվերը տալիս է Թեսաղոնիկեցիների եկեղեցուն։ Սա միայն անհատին չի վերաբերվում, սա ամբողջ եկեղեցուն է վերաբերվում։ Եվ քայլել ու հաճելի լինել Աստծուն միջև երբ, միջև Հիսուսի երկրորդ գալուստը։ Նայեք 4 գլուխ առաջին համարին։ Այսուհետև եղբայրներ, աղաչում ենք ձեզ եւ հորդորում մեր Տեր Հիսուսով, որ ինչպես սովորեցիք մեզնից, այնպես քայլեք ու հաճելի լինեք Աստծուն, որպեսի էլ ավելի առաջանաք։ Այսպիսով, եթե պետք է քայլենք եւ հաճելի լինենք Աստծուն, ապա հարց է առաջանում, ինչպես։ Եվ առաքյալը այս հարցին սկսում է պատասխանել 4-րդ գլխից եւ տրամաբանական ավարտին հասցնում 5-րդ գլխի վերջում, որտեղ ասում է. միշտ ուրախ եղեք, անընդհատ աղոթեք եւ ամեն բանում գոհություն հայտնեք։ Այսպիսով կարող ենք ասել 5-րդ գլխի 16-18-ը դառնում է 4-րդ գլխի Աստծո կամքի գործնական արտահայտությունը եւ այն ցուցիչը, թե ինչպես է այդ սրբացումը երևում հավատացյալի եւ եկեղեցու առօրյայում։ Հիմա եկեք մի հարց տանք համարին։ 5-րդ գլուխ 16-րդ համարին՝ միշտ ուրախ եղեք։ Նայեք ձեր Աստվածաշնչերին, նայեք 16-րդ համարին։ Ինչ է ասում այստեղ առաքյալը ինձ եւ քեզ։ Արդյոք ասում է, եթե հնարավոր է ուրախ եղեք, եթե կարող եք ուրախ եղեք, եթե օրը լավ եք սկսել ուրախ եղեք։ Ոչ, համարում նման պայման չկա։ Առաքյալը չի խնդրում, չի առաջարկում եւ ոչ էլ բանակցում է, այլ ինչ է անում։ Նա պատվիրում է. ուրախ եղեք։ Սա հրամայական եղանակով գրված պատվեր է։ Սա կներեք բառիս համար հավեսի հարց չէ, ոչ էլ հոբի է, ոչ էլ զգացմունքային վիճակ, ոչ էլ ազատ ժամանակի զբաղմունք։ Սա հստակ պատվեր է եւ ուղղված է ոչ միայն առանձին հոգեվոր ուժեղներին, տակարներին ու տխուրներին, երեցներին ու սարկավակներին, այլ ամբողջ եկեղեցուն։ Եվ այն պատվեր է ներկայի համար, այսինքն հիմա, այս պահին։ Պողոս առաքյալը չի ասում, նայեք համարին նորից, թող ուրախություն գա, այլ պատվիրում է, որ ես եւ դու լինենք ուրախ։ Այս պատվերը գրված է ակտիվ եղանակով եւ այն ցույց է տալիս, որ պատվերի կատարման ողջ պատասխանատվությունը ընկած է հենց հավատացյալի վրա։ Եվ սա տանում է հետեւյալ եզրակացությանը, սա հավատացյալի պարտականությունն է։ Եվ հունարենում օգտագործված այս խայրո ուրախ եղեք բայը նշանակում է ցնծալ, ներսից ուրախություն ունենալ եւ ապրել բերկրանք։ Այս բայի էգզեգետիկական նշանակությունից անմիջապես հետո կարևոր հարց է առաջանում. այդ ինչ է եղել մարդու սրտում, որ նա ներսից ուրախություն է ապրում կամ պետք է ապրի։ Այդ ինչն է կամ ով է ազդեցություն ունեցել մարդու սրտի վրա եւ մեջ, որ նման ուրախության զգացում պետք է արտահայտվի։ Սա պարզապես լավ տրամադրության կոչ չէ առաքյալի կողմից, այլ սա ներքին վիճակ է, որը անկախ է արտաքին հանգամանքներից եւ այն նկարագրում է
ընդգծում է հավատացյալի սրտի վիճակը։ Այս ուրախությունը ազդվել եւ ազդվում է ոչ թե կյանքի բարգավաճման, մեքենա եւ տուն առնելու պատճառով, այլ այն, որ շնորհն է այցելել։ Այս խայրով բայը գալիս է նույն արմատից, խնդրում եմ այստեղ շատ ուշադիր։ Ինչ խարիս, շնոր եւ խառը ուրախություն բառերից։ Այսինքն ուրախությունը բխում է որտեղից, շնորհից եւ ոչ թե պայմաններից։ Քրիստոնյան ուրախ է ոչ այն պատճառով, որ ամեն ինչ լավ է, այլ որովհետեւ նա շնորհի մեջ է։ Եվ այս ուրախությունը, որը պատվեր է եւ այն չի վերաբերում ժամանակի որևէ մասի եւ ոչ էլ կախված է կյանքի պայմաններից, ապա այն պետք է բխի շնորհի գիտակցումից ծնված։ Այսինքն սա արձագանք է Աստծո արդեն կատարած գործին։ Այս ուրախությունը կախված չէ հանգամանքներից, այլ կախված է քո դիրքից, խնդրում եմ ուշադիր, Հիսուսի մեջ։ Պայմանները եւ առհասարակ գրեթե ամեն բան փոփոխական է, բայց քո դիրքը հաստատուն եւ հավիտենական է։ Քո ուրախության միակ պատճառը Հիսուսն է, ոչ թե աշխարհը։ Աշխարհում ուրախությունը սովորաբար կախված է պայմաններից։ Գալիս է եւ գնում է։ Կապված է ձեռքբերումների, հաջողության, առողջության, մարդկանց, հարազատների, բարեկամների եւ շատ այլ իրավիճակների հետ։ Բայց երբ պայմանները փոխվում են, ինչ է լինում, ուրախությունն էլ է անհետանում։ Այսօր աշխարհն ասում է, եթե ամեն ինչ լավ լինի, ուրախ կլինեմ։ Եթե այս ցանկությանս հասնեմ, եթե ամուսնանամ, եթե իմ ուզած մեքենան, աշխատանքը, աշխատավարձը, իմ ուզած վերջի iPhone-ը ունենամ, նոր ուրախ կլինեմ։ Իսկ քրիստոնեական ուրախությունը կախված չէ հանգամանքներից։ Այն արմատավորված է շնորհի մեջ։ Կապված է ոչ թե իրավիճակի, այլ Հիսուսի հետ։ Աշխարհի ուրախությունը հարցնում է. ինչ ունեմ։ Խայրոն հարցնում է. ում եմ պատկանում։ Աշխարհի ուրախությունը արձագանք է լավ օրերին։ Քրիստոնեական ուրախությունը վկայություն է դժվար օրերին։ Կամ աշխարհը ուրախ է, երբ խնդիրներ չկան։ Հավատացյալը ուրախ է, որովհետև Հիսուսը կա։ Աշխարհը ուրախ է, երբ խնդիրները լուծված են։ Հավատացյալը ուրախ է, որովհետև ամենամեծ խնդիրն է լուծված։ Նա արդարացված է Հիսուսով։ Եվ ուրախ է ոչ թե նրա համար, որ կյանքը թեթև է, այլ որ նրա դեմ գրված դատավճիռը փոխված է։ Ուրախ է ոչ թե որովհետև ցավ չկա կամ ցավ չի զգում, այլ որովհետև դատապարտություն չկա։ Ահա սա է հնազանդության կյանքը։ Ահա սա է Աստծո կամքը, սիրելի եղբայրս եւ քույրս, ապրել երկրպագությամբ, որն էլ արտահայտվում է ինչպես ուրախությամբ։ Եվ այո, ուրախությունը երկրպագության դրսևորում է։ Գիտեք ինչու, երբ ես ուրախանում եմ Հիսուսով, ես ասում եմ. Հիսուս, դու բավարար ես։ Երբ ես ուրախանում եմ Հիսուսով, ես ասում եմ. Հիսուս, դու ինձ զորացնում ես։ Դու ես իմ զորության աղբյուրը։ Նայեք թե ինչ է ասում Նեհեմիա 8:10։ Համարի վերջից կկարդամ։ Եվ մի տխրեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Հիշեք, երբ մենք ուրախ ենք, երբ մենք ուրախանում ենք, նա զորացնում է մեզ։ Ահա թե ինչու է Պողոս առաքյալ այս պատվերը տալիս հալածվող եկեղեցուն։ Նա չէր գրում հարմարավետ մարդկանց, նա չէր գրում ապահովության մեջ ապրող եկեղեցու։ Եվ որտեղից մենք սա գիտենք։ Մենք սա թղթից գիտենք, որ նրանք տորահավատներ էին, տառապում էին հալածանքների մեջ։ Որտեղից գիտենք։ Բացեք Առաջի Թեսաղոնիկեցիներից 2-րդ գլուխ 3-րդ Երրորդ գլուխ 3-րդ եւ 4-րդ համարները, կներեք գլուխը սխալ ասացի։ Որ չխախտվեք այս նեղությունների հետևանքով, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ մենք դրա համար ենք սահմանված։ Իրոք, երբ ձեզ մոտ էինք, նախապես ձեզ ասում էինք, թե նեղությունների պիտի հանդիպենք, ինչպես որ եղավ եւ դուք տեսաք։ Եվ մենք գիտենք, որ նրանք ընդունել էին խոսքը մեծ նեղությամբ։ Եվ ոչ միայն մեծ նեղությամբ, այլ ընդունել էին Սուրբ Հոգու ուրախությամբ։
Եթե բացեք առաջի գլուխ 6-րդ համարը կտեսնեք թե ինչ է ասում Պողոս առաքյալը։ Շատ նեղության մեջ ընդունեցիք խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ։ Տեսնում եք։ Արդեն նամակի սկզբում Պողոս առաքյալը արձանագրում է նրանց ուրախ լինելու իրականությունը։ Այսինքն ուրախությունը նրանց կյանքում արդեն արձանագրված փաստ էր։ Բայց նամակի վերջում նա ասում է՝ միշտ ուրախ եղեք։ Այսինքն սկզբում նա արձանագրում է նրանց ուրախության գոյությունը, իսկ վերջում հրամայում է, որ այդ ուրախությունը դառնա շարունակական ընթացք։ Նա չի ասում սկսեք ուրախանալ, այլ ասում է շարունակեք, խորացրեք, զարգացրեք այն, ինչ արդեն ունեք։ Այսպիսով նրանց ուրախությունը չէր գալիս իրավիճակից, այլ որտեղից էր գալիս։ Այն գալիս էր Սուրբ Հոգուց, այն գալիս էր ավետարանից, այն գալիս էր արդարացումից։ Հիշեք, քրիստոնեական ուրախությունը չի ծնվում ցավի բացակայությունից, այլ Աստծո ներկայությունից ցավի մեջ։ Հալածվող եկեղեցու ուրախությունը ապացույց էր իրական հավատի, Թեսաղոնիկեցիների եկեղեցու, եւ հակասում էր աշխարհի տրամաբանությանը, եւ ամենակարևորը փառք էր բերում Աստծուն։ Հիշեք, երբ եկեղեցին, հավատացյալը ուրախ է դժվարության մեջ, աշխարհը հարցնում է ինչու։ Եվ սա է մեր վկայությունը աշխարհին։ Մենք հնազանդվում ենք Աստծո կամքին, ոչ թե որովհետև հեշտ է, այլ որովհետև Հիսուսով արդեն ստացել ենք այն ամենը, ինչի վրա կարող է կանգնել իսկական եւ մնայուն ուրախությունը։ Եվ այստեղից հարց է առաջանում այս պնդումից. իսկ ինչ էին ստացել Թեսաղոնիկեի եկեղեցու հավատացյալները եւ ինչ ենք ստացել մենք, որ այդքան վստահ կարող ենք խոսել եւ քարոզել ուրիշներին։ Եկեք միասին տեսնենք շնորհի ճոխությունը, որն էլ մեզ եւ կուրախացնի այս քարոզի ժամանակ եւ կհիշեցնի մեր դիրքի մասին։ Եվ այս ամենը անելով մենք միասին որպես մեկ ընտանիք կկատարենք այս պատվերը. միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեք եւ ամեն բանում գոհություն հայտնեք։ Ահա լավ առիթ է միասին հնազանդվելու այս պատվերին եւ ապրելու երկրպագության ժամեր։ Եկեք նամակի սկզբից միասին քայլ առ քայլ գանք դեպի մեր հատվածին, որպեսզի պարզ դառնա, թե ինչու է Պողոս առաքյալը վերջում այս 3 կարևոր պատվերները տալիս։ Ասեմ, որ սրանք գործնական պատվերներ են, որոնք ծնվել են նախորդիվ տրված ուսուցումների հիման վրա։ Այստեղ Պողոս առաքյալը առաջի գլխում չի զարգացնում աստվածաբանական բացատրություն, ներողություն, այստեղ հենց Պողոս առաքյալը առաջի գլխում 1-ից մինչև 4 համարներում զարգացնում է աստվածաբանական բացատրություն։ Եվ կարող ենք ասել ավետարանն արդեն հիմնադրվել է 1-ից 4 համարներում, իսկ հիմա նամակի վերջում տրվում են դրա գործնական արտահայտությունները։ Այստեղ կարող է շեշտել, որ ըստ հերմենևտիկայի սկզբունքների տեքստը մեկնաբանում ենք իր համատեքստում եւ այն հաստատում մյուս թղթերի ուսուցումների, աստվածաբանության հիմքի վրա եւ ոչ թե մեկուսացված եւ ըստ մեր հարմարության կամ պատկերացումների։ Հիշեք մի բան, սա շատ կարևոր է, չկա ավելի զորավոր միջոց հալածվող հավատացյալին ամրացնելու համար, քան հիշեցնել նրան, ով է նա Հիսուսի մեջ։ Եվ հենց սա է անում Պողոս առաքյալը հենց նամակի սկզբում։ Եկեք միասին նայենք առաջի գլուխը։ Առաջին գլխում Պողոս առաքյալը սկսում է գոհությամբ։ Նա չի սկսում քննադատությամբ, չի սկսում պահանջներով, նա սկսում է շնորհակալությամբ։ Գիտեք ինչու։ Որովհետև նա տեսնում է, որ Աստծո շնորհը այցելել է նրանց։ Եվ 4 համարում նա ասում է մի հզոր ճշմարտություն։ Նայեք 4 համարին։ Աստված է ձեզ ընտրել։ Աստված է ձեզ ընտրել։ Սա դեբատային միտք չէ։ Սա հույսի միտք է։ Սա աստվածաբանական միտք է։ Այստեղ ցանկանում եմ մասնավոր այն մարդիկ ուշադիր լինեն, ովքեր դեռ մտածում են կամ պնդում, որ նախասահմանություն կամ ընտրություն չկա, կամ կա, բայց դա հիմնված է Աստծո կանխագիտության հիման վրա։
Պողոս Առաքյալն ասում է, ուշադիր նայեք, Աստված է ձեզ ընտրել։ Եվ սա մեզ տանում է տրամաբանական եզրակացության։ Մարդուն ընտրում է Աստված։ Այստեղ ցանկանում եմ մի կարևոր ճշմարտություն եւս ասել, որ անձամբ եմ տեսել եւ համոզվել Աստվածաշնչի ուսումնասիրությունների մեջ։ Հիշեք, ոչ Պողոսը, ոչ Պետրոսը եւ ոչ էլ մյուս առաքյալները երբեք չեն փորձել բացատրել նախասահմանության մեխանիզմը։ Դա ինքնանպատակ չի եղել նրանց համար։ Նրանք երբեք փիլիսոփայական բացատրություններ չեն արել։ Նրանք հայտարարում են ընտրությունը, կիրառում են այն հովվական նպատակով, որպեսզի ամրացնեն հավատացյալների վստահությունը Աստծո հանդեպ։ Եվ երկրորդ, որպեսզի խնամեն հավատացյալների սրտերը։ Նրանք չեն բացատրում, թե ինչպես է դա տեղի ունենում Աստծո հավիտենական խորհրդում։ Օրինակ, վստահ եմ գիտեք բոլորս, Հռոմեացիները 8 եւ 9 գլուխները։ Պողոս Առաքյալը հստակ խոսում է ընտրության մասին, բայց չի բացատրում մեխանիզմը։ Այլ ինչ է անում, երբ հասնում է այս թեմայի խորությանը, նա չի նստում համակարգ գծագրելու։ Փոխանենը 11-րդ գլխի վերջում ինչ է ասում։ Օ Աստծո իմաստության եւ գիտության անհուն հարստություն, ինչ անզննելի են նրա դատաստանները եւ անհայտնաբերելի նրա ճամփաները։ Սա այլևս վերլուծություն չէ, սա համաձայնություն է, սա փառաբանություն է, սա պաշտամունք է, սա ուրախություն է, սա աղոթք է եւ վերջապես սա գոհություն է։ Այսինքն նա թեման չի ավարտում բացատրությամբ, այլ ավարտում է ինչպես զարմանքով, խոնարհումով եւ Աստծուն փառաբանելով։ Նա կանգ է առնում, ծնկի է գալիս այդ խորհրդի առաջ, այլ ոչ թե բացում մեխանիզմը։ Ես ձեզ համար իմ պատկերացմամբ գեղեցիկ պատկերազարդում եմ պատրաստել, որպեսզի կարողանամ սա ձեզ ավելի լավ ցույց տալ։ Պատկերացրեք մի երեխա, ով տեսնում է բարդ ժամացույց կամ թանկարժեք մեխանիզմ։ Ինչ է անում։ Նա ասում է. ես կբացեմ, կտեսնեմ ներսը, կհասկանամ ինչն է աշխատում։ Նա բացում է, ներսում տեսնում է տասնյակ մանր դետալներ, ճշգրտություն, համակարգ, որի կառուցվածքը իր մտքից կիլոմետրներով հեռու է եւ մեծ է։ Եվ այդ պահին այս երեխան երկու տարբերակ ունի։ Կամ կփորձի իր ուժերով ամբողջը վերահսկել եւ վերջում, խնդրում եմ ուշադիր, կփչացնի, կամ կհասկանա, որ սա իր սահմաններից մեծ է։ Եվ ինչ կանի, եւ կփակի։ Հետո ինչ կանի, կհիանա ստեղծողի իմաստությամբ։ Կարողացաք հասկանալ սա, պատկերացրեցիք։ Եվ այստեղ կապը պարզ է, սիրելի եղբայրներ, քույրեր, սիրելի եկեղեցի։ Պողոսը չի փչացնում ժամացույցը, փորձելով ամբողջությամբ գծագրել Աստծո ընտրության մեխանիզմը։ Ինչ է անում։ Նա տեսնում է խորությունը եւ ասում է. «Օ Աստծո իմաստության եւ գիտության անհուն հարստություն»։ Եվ նույնն է անում որտեղ։ Եփեսացիների առաջին գլխում։ Ինչ է անում։ Ընտրությունը ներկայացնում է որպես փառաբանության պատճառ, ոչ թե դեբատի թեմա։ Իսկ Պետրոս առաքյալը առաջի Պետրոսում ընտրությունը ցույց է տալիս մխիթարության, խնդրում եմ շատ ուշադիր, ուրախության հիմք հալածվողների համար։ Հիշում եք այդ համատեքստը առաջի գլխի։ Ասում է, որ դուք նեղություն եք կրում որոշ ժամանակով։ Եվ ինչ պատվեր է տալիս։ Ուրախ եղեք, բայց Պետրոս առաքյալ ինչ հիմք կա, որ ուրախ լինեմ։ Դրանից առաջ Պետրոս առաքյալը նամակի հենց սկզբում հենց այդ ընտրության շնորհի հիմքերն է դնում։ Եվ սա էլ պատճառու հիմք է, որ հավատացյալը կարողանա նեղությունների մեջ ոչ թե կռվել, բռունցք խփել, այլ ուրախ լինել իր դիրքով, ուրախ լինել իր ընտրությամբ։ Եվ եթե Պողոս առաքյալը, այսպիսի հայտություն ունեցող առաքյալը, այս թեմայի վերջում խոնարհվում է Աստծո խորհրդի առաջ, ապա մենք էլ կարող ենք վստահ ապրել առանց հասկանալու ամեն մեխանիզմը։ Գիտեք ինչու։ Որովհետև ուրախությունը չի գալիս ամբողջական հասկանալուց, այլ վստահելուց։ Ուրախությունը չի գալիս ամբողջական մեխանիզմը հասկանալուց, այլ վստահելուց։ Դա համար վարդապետական սահմանում, սա կարող եք անգիր հիշել։ Աստված մեզ չի բացահայտել ընտրության մեխանիզմը։ Աստված մեզ չի բացահայտել ընտրության մեխանիզմը։
բայց բացահայտել է ընտրության, խնդրում եմ ուշադիր, նպատակը, որպեսզի վստահ ապրենք նրա շնորհի մեջ։ Ահա ընտրության նպատակը, որ ես եւ դու վստահ, ուրախությամբ, աղոթքով եւ գոհունակ սրտով ապրենք այդ շնորհի մեջ։ Այսինքն առաքյալները կարող ենք ասել ընտրությունը օգտագործում էին մխիթարելու համար, վստահություն տալու համար, սրբության կանչելու համար, ամրացնելու մեր վստահությունը Աստծո հանդեպ եւ անխախտ ուրախության պատվեր տալու համար եւ ոչ թե նորից եմ կրկնում, համակարգ կառուցելու համար։ Այսպիսով ընտրությունը Աստծո գերիշխան որոշումն է եւ քանի որ Աստված է ընտրել, ուրեմն մեր փրկությունը կախված չէ տրամադրությունից, կախված չէ մեր ջանքերից, կախված չէ մեր ուժից, կախված չէ մեր արժանինքներից, կախված չէ մարդու նաեւ ազգային պատկանելությունից։ Այն կախված է նրա որոշումից։ Եվ եթե նա սկսեց, նա էլ կավարտի։ Հիմա հարց, արդյոք սա ուրախության հիմք չէ, սիրելի եղբայրս եւ քույրս։ Արդյոք սա Թեսաղոնիկեի հալածվող եկեղեցու համար ուրախության հիմք չէր։ Եթե Աստված է ընտրել քեզ, եթե նրա շնորհը հասել է քեզ, եթե նա է սկսել այս գործը քեզանում, ապա սա այն հիմքը չէ, որի վրա կարող ես կանգնել, երբ ամեն ինչ դղրդում է։ Սա այն աղբյուրը չէ, որից կարող ես ուժ քաղել, երբ սիրտդ թուլանում է։ Սա այն հույսը չէ, որը քեզ պահում է, երբ ապագան մշուշոտ է։ Միգուցե մենք ուրախ չենք, որովհետև նայում ենք մեր ուժերին, բայց եթե նայեք Աստծո գործին մեր կյանքում, ուրախությունը այլևս ընտրություն չէ, այն դառնում է հնազանդություն։ Եվ վերադառնալով առաջի գլխին, տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչպես է հաստատվում եւ երևում Աստծո ընտրությունը։ Այս հարցը շատ են բարձրաձայնում, ինչպես է երևում, ինչպես է հաստատվում Աստծո ընտրությունը։ Աստվածաշնչում ունենք բազում հատվածներ։ Եվ նայեք առաջի Թեսաղոնիկեցիներ հենց առաջի գլուխը։ Այս հարցին պատասխանում են հաջորդիվ համարները։ Խնդրում եմ նայեք 5-րդ համարին։ Առաքյալն ասում է, որ ավետարանն է քարոզվել։ Ավելի կոնկրետ, Հիսուսի մահը, հարությունը եւ Մեսիա լինելու ապացույցը։ Եթե դուք մտածում եք ավետարանչության ժամանակ ես ինչ քարոզեմ, խնդրեմ, նայեք, տեսեք Պողոս առաքյալը ինչ էր քարոզում։ Հիսուսի մահը, հարությունը եւ Հիսուսի Մեսիա լինելը։ Սա լավ օրինակ է մեզ համար։ Եվ ոչ միայն ավետարանչության ժամանակ, այլ առհասարակ քարոզելուց մարդկանց։ Պողոս առաքյալը կասեր, ամոթ չեմ համարում քարոզել ավետարանը, որտեղ այն Աստծո զորությունն է։ Եթե ուզում եք մարդկանց մոտ սրտի, մտքի, որոշումների կամքի փոփոխություն լինի, քարոզեք Հիսուսի ճշմարիտ ավետարանը։ Ահա թե ինչ ավետարն էր տարել Պողոս առաքյալը։ Եվ այն քարոզվել էր ոչ միայն խոսքով, այլ նայեք համարի երկրորդ մասին։ Նայեք 5-րդ համարի երկրորդ մասին։ Զորությամբ, այն նաև զորությամբ, Սուրբ Հոգով եւ կատարյալ համոզմունքով, ինչպես դուք էլ գիտեք, թե ինչպես ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։ Այսինքն քարոզվել էր զորությամբ, Սուրբ Հոգով եւ մեծ համոզմամբ։ Տեսնում եք Հիսուսի ճշմարիտ ավետարանի զորությունը, ինչպես է մարդուն դարձի բերում։ Հռոմեացիս 10:17։ Ուրեմն հավատը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Եվ այս լսելու ընթացքում եռամեկ աստվածության երրորդ անձն է սկսում իր անզուգական եւ գաղտնի խոր աշխատանքը եւ այն հասցնում հաջողության կամ տրամաբանական ավարտին։ Խնդրում եմ նայեք 6-րդ համարին։ Այս համարում տեսնում ենք, թե ինչպես Սուրբ Հոգու աշխատանքը հրաշքի բերեց։ Եվ այդ հրաշքը կոչվում է վերստին ծնունդ։ Դուք էլ մեր եւ Տիրոջ հետևորդները դարձաք, խիստ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունելով։ Եվ ո՞րն է վերստին ծնունդի արդյունքը։ Պատասխանը միանշանակ է։ Նայեք համարին։ Ուրախությամբ ընդունելով։ Մեղավոր մարդը սկսում է ապրել ուրախություն։ Եվ այդ ուրախությունը այլևս կախում չունի իրավիճակից, հանգամանքից եւ կյանքի փոփոխական լինելուց, այլ բացառապես Հիսուսից եւ Հիսուսի համար։ Այո, այս ուրախությունը կարող է գոյություն ունենալ անգամ վշտի, հալածանքի, նեղության, ցավի ժամանակ։
Եվ այստեղ է տեղի նշել Պողոս առաքյալի 2-րդ Կորինթացիս 6-րդ գլուխ 10-րդ համար, երբ որ ասում է վշտացած, բայց միշտ ուրախ։ Ինչու Պողոս? Որովհետև Սուրբ Հոգու պտուղը ուրախությունն է։ Գաղատացիս 5:22։ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, եւ եթե գիտեք, շարունակեք։ Իսկ ինչպես է երևում եւ ապացուցվում իրական վերստին ծնունդը։ Այն երևում է դարձով, որն իր մեջ ներառում է հավատ եւ ապաշխարություն։ Խնդրում եմ նայեք 9-րդ համարին։ Քանի որ հենց դրանք ցույց են տալիս մեր մասին, թե ինչպիսի մուտք են գործել ձեր մեջ, եւ թե ինչպես դուք կուրքերից Աստծուն դարձաք, կենթանի եւ ճշմարիտ Աստծուն ծառելու։ Հիմա հարց ձեզ, ըստ այս համարի, 9-րդ համարի, ինչպես է տեղի ունենում փրկությունը։ Նայեք 9-րդ համարին եւ պատասխանեք, ինչպես է տեղի ունենում փրկությունը։ Փրկությունը մեղքից եւ սուտ աստվածների երկրպագությունից հրաժարվելն է եւ հավատալը համարի բառին նայեք, կենթանի Աստծուն։ Նայեք, ասում է դուք կուրքերից Աստծուն դարձաք եւ ասում է որ Աստծուն, կենթանի Աստծուն, Հիսուսին։ Ահա նրանց փրկության ամբողջ պատկերն ու իրականությունը եւ ոչ միայն նրանց, այլ նաեւ մեր, իմ եւ քո։ Ահա փրկության կարգն ու կանոնը եւ հաջորդականության տրամաբանությունը։ Եթե նկատեցիք, ես սա չհորինեցի։ Սա Աստվածաշունչն է ասում, սա Աստվածաշնչի վարդապետությունն է։ Աստված ընտրեց 4 համար։ Ավետանը քարոզվեց, Սուրբ Հոգին գործեց, նրանք հավատացին Հիսուսին եւ ապաշխարեցին։ Նրանք ինչ արեցին, փոխեցին նաեւ իրենց ուղղությունը։ Սիրելի եղբայրս եւ քույրս, սա Աստծո գործն է ամբողջությամբ։ 2 Կորինթացիս 5:17։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Հներն անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Եվ հիմա գալիս ենք 5:16-ին, միշտ ուրախ եղեք։ Եվ հիմա պատկերացրեք, այս մարդիկ ընտրված են Աստծուց, փրկված են շնորհով, վերստին ծնված են Սուրբ Հոգով, ազատված են կուրքերից։ Եվ ինչ են անում։ Սպասում են Հիսուսին։ Եվ այս ամենից հետո Պողոս առաքյալն ասում է. միշտ ուրախ եղեք։ Հիմա սա այլ կերպ է հնչում, չէ՞։ Սա դատարկ հրաման չէ։ Սա տրամաբանական հետևանք է։ Սա շնորհից ազդված սրտի բնական վիճակ է։ Սա նոր մարդու ապրելակերպ է։ Սա հավատացյալի կենսակերպն է։ Սա հավատացյալի կյանքի ոճն է։ Ասեմ ավելին, սա երկրպագության, խնդրում եմ ուշադիր, մշտական ռեժիմը։ Միշտ ուրախ լինել, անդադար աղոթել եւ ամեն բանում գոհություն հայտնել։ Եվ քանի որ այս ամենը ճշմարիտ է, քանի որ Աստված է սկսել, քանի որ Հիսուսը փրկել է, քանի որ Հոգին է բնակվում ձեր մեջ, քանի որ նոր մարդ ես, նորոգված մտքով, հիշիր, ապա ուրախությունը ոչ թե տարբերակ է, այլ հնազանդություն Աստծո կամքին, եւ որն էլ դրսևորվում է երկրպագության կյանքով։ Եվ քանի որ Աստված է քեզ ընտրել, քանի որ Հիսուսը մահացել է քո փոխարեն, քանի որ Հոգին քեզ նոր կյանք է տվել, ապա ինչի պիտի ապրես պարտվածի պես։ Միգուցե մենք ուրախ չենք ոչ թե որովհետև խնդիրներ կան, այլ որովհետև մոռացել ենք, թե ով ենք մենք Հիսուսի մեջ։ Սա պարզապես զգացմունք չէ։ Սա հիմնված է ավետարանի վրա։ Եվ այս ճշմարտությունը Հռոմեացիս 5-րդ գլուխը շատ գեղեցիկ է բացում, թե ինչու հավատացյալը կարող է լինել ուրախ։ Խնդրում եմ բացեք 5-րդ գլուխը Հռոմեացիների, առաջի 2 համարները պետք է միասին ընթերցենք։ Նայեք, Պողոս առաքյալի աստվածաբանությունը չի փոխվում։ Հետևաբար հավատով արդարացած լինելով խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ու միջոցով նաև հավատով մուտք ունենք այս շնորհի մեջ, որի մեջ մենք կանգնած ենք եւ ուրախանում ենք Աստծո փառքի հույսով։ Այս երկու համարներում Պողոս առաքյալը տալիս է ուրախության 3 պատճառ, Եվ առաջին պատճառը տեսնում ենք առաջի համարի մեջ։ Նայեք առաջի համարին, ինչ է ասում։ Ունենք խաղաղություն Աստծո հետ։
Այստեղ Պողոս առաքյալը խոսում է օբյեկտիվ կարգավիճակի մասին, այլ ոչ թե ինքնաներշնչման։ Սա Աստված եւ մարդ թշնամության ավարտն է։ Սա դատական կարգավիճակի փոփոխություն է։ Աստված այլևս քո դեմ չէ։ Ինչու՞։ Որովհետեւ քեզ հետ են տիեզերքի լավագույն երկու փաստաբանները՝ Հիսուսը եւ Սուրբ Հոգին։ Եվ երկրորդ պատճառը տեսնում ենք երկրորդ համարի առաջին մասում։ Նայեք երկրորդ համարի առաջին մասում։ Ունենք մուտք որտեղ։ Ուն մեջ։ Այս շնորհի մեջ։ Ասեմ, սա ժամանակավոր այցելություն չէ։ Սա հավիտենական կարգավիճակի մասին է խոսում։ Սա իմ եւ քո նոր դիրքն է։ Դու կանգնած ես շնորհի մեջ։ Եվ ոչ թե ժամանակավորապես ես կանգնած։ Միգուցե մի օր կընկնես, կկորցնես, այլ դու հավիտենապես ես կանգնած։ Եվ երրորդ պատճառը տեսնում ենք երկրորդ համարի վերջում։ Ինչ է ասում։ Ուրախանում ենք Աստծո փառքի հույսով։ Սիրելի եղբայրս եւ քույրեր, սա ապագայի երաշխավորված փառքն է։ Ապագայի երաշխավորված փառքն է։ Ուրախությունը միայն անցյալ արդարացումից չէ, եւ ոչ էլ պետք է միայն անցյալ արդարացումից ուրախություն ապրենք, այլ նաեւ ապագա փառավորումից։ Իսկ Աստված հավատարիմ է իր բոլոր խոստումներին։ Երեք այսօր եւ հավիտյան նա նույնն է։ Հռոմեացիս 12:12 Հույսով ուրախ եղեք, նեղությանը համբերեք, աղոթների մեջ հարատևեք։ Պողոս առաքյալ հարց, որ հույսով ուրախ լինենք։ Թողնում ես մենք որոշենք, թե որ հույսով ուրախանանք եւ որ հույսը մեզ կկարողանա ուրախացնել։ Ոչ։ Նա արդեն խոսել այն հույսի մասին, որը կարող է նրանց ուրախացնել։ Եվ այդ հույսը փրկության հույսն է, որի մասին խոսել է 5 եւ 8-րդ գլուխներում։ Տեսնում եք, պատվեր տալուց առաջ Պողոս առաքյալը հիմքը դնում է, որ նոր կարողանան հավատացյալներ այս պատվերը կատարել։ Սա նույն պատվերն է տալիս նաև Փիլիպպեի եկեղեցուն, Փիլիպպեցիս 4:4։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Նորից եմ ասում, ուրախ եղեք։ Եվ նույնն է այստեղ, ինչ առաջի Թեսաղոնիկեցիների թղթում։ Որտեղ նամակի այն սկզբում նրանց հիշեցնում է Քրիստոսի մեջ իրենց դիրքի մասին եւ նոր պատվիրում միշտ ուրախ եղեք։ Եթե դուք կարդաք Փիլիպպեցիների առաջի գլուխը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նորից խոսում է ընտրության փրկության մասին եւ 6-րդ համարում է ասում, որ ով որ կանչեց հավատարիմ է, միջև վերջել կպահի։ Եվ հետո նամակի արդեն 3-րդ, 4-րդ գլուխներում նրանց պատվեր է տալիս, ասում է միշտ ուրախ եղեք։ Նորից եմ կրկնում, միշտ ուրախ եղեք։ Տեսնում եք, որ Պողոս առաքյալը ոչ միայն պատվիրում է ուրախ լինել, այլ նաև ցույց է տալիս օբյեկտին։ Ո՞վ է օբյեկտը։ Հիսուսը։ Նա չի ասում ուրախ եղեք պայմաններում, իրավիճակներում, ձեր ձեռքբերումներում, ձեր երազանքներում, այլ հստակ եւ տեսանելի մեկով։ Եվ դա Հիսուսն է։ Դա համար սիրելի եղբայրս եւ քույրս, քո ուրախությունը չի սկսում լավ նորություններից։ Այն սկսվում է ավետարանից։ Դու կարող ես այսօր ցավ ունենալ, անորոշություն ունենալ, բայց եթե դու Հիսուսի մեջ ես, ապա դու կանգնած ես շնորհի մեջ։ Եվ այդ դիրքը ոչ ոք չի կարող խլել քեզանից։ Սա աստվածաբանական հարց է եւ ունի կենսական նշանակություն։ Քո դիրքը որևէ մեկը քեզանից չի կարող խլել։ Հռոմեացիս 8-րդ գլուխ, երբ որ ասում է Աստված կանչեց, փառավորեց, արդարացրեց, սրբացրեց, եթե հիշում եք տակի հատվածը, եթե չեմ սխալվում 6 հարց է տալիս Պողոս առաքյալը։ Ով կարող է դատապարտել, ով կարող է այս անել, ով կարող է այն անել։ Դա Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ մեր փրկությունը դա ժամանակավոր չէր, հազար ներողություն բառիս համար եւ ոչ էլ բռոշկա է, որ կարողանանք մենք կորցնենք։ Մենք մեր դիրքը չենք կորցնում։ Այն հավիտենապես է։ Դա համար եթե դու չունես առողջ աստվածաշնչյան աստվածաբանություն, ապա քո սխալ աստվածաբանությունը ինչ է անում, ոչնչացնում է քո ուրախությունը, կործանում է քո ուրախությունը։ Խոստովանում եմ, որ այս շաբաթ ինձ համար մեծ օրհնություն էր Հովանու 15-րդ գլուխ 11 համարը։ Խնդրում եմ բացեք Հովանու 15-11 համար։
Այս բաները ես ձեզ հետ խոսեցի, որ իմ ուրախությունը ձեր մեջ մնա եւ ձեր ուրախությունը լրիվ լինի։ Նորից եմ կարդում։ Այս բաները ես ձեզ հետ խոսեցի, ուշադիր, այս բաները ես ձեզ հետ խոսեցի, որ իմ ուրախությունը ձեր մեջ մնա եւ որ ձեր ուրախությունը լրիվ լինի։ Աթե ինչու է պետք ամեն օր լինել խոսքի մեջ, որպեսզի նրա ուրախությունը քո մեջ լինի եւ քո ուրախությունը լինի։ Մի հովիվ այցելել էր հիվանդանոցում գտնվող մի անդամի, որը ծանր վիճակում էր։ Երբ հիվանդը ներկայացրեց իր լուրջ առողջական վիճակը, հովիվը զարմանքով ասաց. Բժշկական անձնակազմի հետ խոսելիս նրանք հակառակն ասացին, որ դուք այս հիվանդանոցում ամենաուրախ հիվանդն եք։ Եվ հարցնում է իր անդամին այս հովիվը. ինչպես է դա հնարավոր։ Խնդրում եմ ինձ ասես, ինչպես է դա հնարավոր։ Հիվանդը ցույցվեց իր մահճակալի կողքի սեղանին դրված Աստվածաշունչը եւ ասաց. երբ սկսում եմ ընկճվել, վերցնում եմ իմ դեղը եւ շարունակեց եւ ուրախությունը վերադառնում է։ Հիմա հարց. կա մեր մեջ կոտրված սրտով մեկը։ Եթե այո, դու քո դեղը ընդունում ես, դու հուսատված ես, ճնշված ու պարտված ես քեզ զգում։ Խնդրում եմ թույլ տուր քեզ հարցնել, դու քո դեղը ընդունում ես, այսօր դու քո դեղը ընդունել ես։ Դա համար միշտ ուրախ եղիր, որովհետև դու գիտես ճշմարտությունը։ Հարց. ինչպես ես պատասխանում շնորհին, որպես եկեղեցու անդամ, ուրախությամբ թե տրտմությամբ։ Արդյոք մեր եկեղեցին հայտնի է որպես ուրախ եկեղեցի։ Երբ մարդիկ մտնում են մեր եկեղեցի, արդյոք զգում են շնորհից ծնված ուրախություն։ Մեր եկեղեցում ուրախությունը մթնոլորտ է թե բացառություն։ Մենք որպես եկեղեցի հնազանդ ենք Աստծո կամքին այս պարզ պատվերում։ Եթե ուրախ լինելը պատվեր է, հրաման է մեր հրամանատարից, Հիսուսից, ապա ուրախության բացակայությունը ինչ է։ Անհնազանդություն, անհավատություն, թե մոռացություն, որ դու պատկանում ես Հիսուս Քրիստոսին։ Քո ուրախությունը կախված է հանգամանքներից, թե քո դիրքից, որ ունես Հիսուսի մեջ։ Դու այսօր ուրախ ես, որովհետև ամեն ինչ լավ է ընթանում, թե որովհետև Աստված է արժանի, նույնիսկ եթե ամեն ինչ քանդվում է քո շուրջը։ Եվ վերջապես, ով կամ ինչն է քո ուրախության պատճառը։ Աշխարհը, հանգամանքները, թե մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Դու գիտես, որ քո ուրախությունը քո հավատի ջերմաչափն է։ Քո ուրախությունը հակահարված է աշխարհի տրամաբանությանը։ Քո ուրախությունը պաշտամունք է։ Քո ուրախությամբ փառք ես բերում Աստծուն եւ քո ուրախությունը կյանք է տալիս եկեղեցուն։ Այսպիսով 16-րդ համարում Պողոս առաքյալը տալիս է չափազանց կարևոր պատվեր. միշտ ուրախ եղեք։ Ուրախ լինելը ոչ թե բնավորության հարց է, սիրելի եղբայրես եւ քույրես, ոչ թե կյանքի պայմանների արդյունք, այլ երկրպագության առաջին դրսևորումը Աստծուն։ Եվ սա պատահական չէ, որ գալիս է առաջինը։ Երբ որ կարդացել եք այսքան ժամանակ կամ կարդում եք, երբևէ մտածել եք ինչու է Պողոս առաքյալը այստեղ առաջինը դնում։ Միշտ ուրախ եղեք։ Ինչի Պողոս առաքյալը չի դրել անդադար աղոթեք, վերջում կամ մեջտեղում միշտ ուրախ եղեք։ Գիտեք ինչու։ Որովհետև ով չի հնազանդվում այստեղ, չի կարող առաջ շարժվել դեպի հաջորդ քայլերին։ Եթե դու այստեղ այս պատվերի մեջ անհնազանդ ես, դու չես կարող առաջ շարժվել դեպի հաջորդ քայլերին կամ շատ մեծ դժվարությամբ կկարողանաս քայլել դեպի հաջորդ պատվերները։ Իսկ ո՞րն է հաջորդ քայլը։ Այո, մենք այսօր մանրամասն չենք խոսի հաջորդ գործողությունների մասին, բայց առաքյալը շարունակում է. անդադար աղոթեցեք եւ ամեն ինչում գոհություն հայտնեք։ Այսինքն սա նախորդ պատվերի տրամաբանական շարունակությունն է։ Այսինքն ուրախ սիրտը աղոթում է։ Իսկ աղոթող սիրտը
շնորհակալ է։ Եվ շնորհակալ սիրտը նորից լցվում է ուրախությամբ։ Դուք տեսնում եք, ուրախությունը ծնում է աղոթք։ Իսկ աղոթքը ինչ է ծնում։ Աղոթքը ծնում է գոհություն։ Գոհությունը ինչ է ծնում։ Գոհությունը ծնում է կամ պահպանում է ուրախությունը։ Այն ուրախությունը, որը որ պատվեր է, որը որ իմ եւ քո պատասխանատվությունն է։ Սա հոգևոր շղթա է, որն Աստված կապել է հավատացյալի սրտին։ Համար աղոթքը ծնվում է այն սրտում, որ ուրախությամբ հիշում է փրկությունը, հիշում է շնորհը։ Իսկ աղոթքի նպատակը միայն խնդրելը չէ, այլ Աստծուն գոհություն հայտնելը, անցյալի, ներկայի եւ նույնիսկ ապագայի համար։ Հիշեք այս 3 գործողություններն իրենք Աստծո կամքն են ձեզ համար։ Հիշեք այս 3 գործողությունները, այս կարճ պատվերները Աստծո կամքն են ձեզ համար։ Եթե ճանապարհին եկել եք կամ կամ այսօր աղոթել եք, Տեր, ես քո կամքն եմ ուզում իմանամ, քո կամքն եմ ուզում կատարեմ։ Լավ է, որ ուզում ենք իմանանք։ Հարցը այն է, արդյոք մենք ուզում ենք կատարել Աստծո կամքը։ Փնտրում ես, Տերը օրհնի, այստեղ է Աստծո կամքը։ Եվ որքան շատ եք զբաղվում դրանցով, այնքան ավելի եք աճում սրբության մեջ, ինչը ինքնին Աստծո կամքն է հենց ձեզ համար։ Մի քանի գործնական քայլեր ըստ առաջի Թեսաղոնիկեցիների թղթի։ Ահա այն պատճառները, որոնց հիման վրա հավատացյալը կարող է միշտ ուրախ լինել։ Աստծո ընտրությամբ, որը որ տեսանք առաջի գլուխ 4 համարում։ Աստծո ընտրությամբ։ Եվ հարց է առաջանում, ինչը կարող է խանգարել ձեզ եւ ինձ ուրախանալ այս կյանքում, եթե մենք անկեղծորեն հավատում ենք, որ մեր անունները գրված են երկնքում։ Ինչպես կարող են երկրային իրադարձությունները այնքան ցնցել մեզ, որ խանգարեն մեր ուրախությանը, եթե ըստ էության մեր անունները ամուր կերպով ամրագրված են երկնքում։ Հիմա հարց լավ պատկերացնելու համար, երբևէ ռեստորանում սեղան ամրագրել եք կամ ամրագրած կաք, Աստված վաղուց ամրագրել է մեր սեղանը երկնքում։ Երկրորդ, Հիսուսի երկրորդ գալստյան հույսով։ Առաջի գլուխ 10, երկրորդ գլուխ 19, երրորդ գլուխ 13, չորրորդ գլուխ 15, 5-րդ գլուխ 2 եւ 23-րդ համար 5-րդ։ Գիտեք ինչ եմ այսքանը դրել այստեղ։ Ինձ համարել էր հետաքրքիր, շատ ուրախացել էի ես էլ քաուզը պատրաստելուց։ Երբևէ չէի նկատել, որ Պողոս առաքյալը ամեն գլխում Հիսուսի երկրորդ գալստյան մասին է խոսում։ Եվ սա հենց առաջի Թեսաղոնիկեցիների թեման է թղթի։ Հիսուսի երկրորդ գալստյան հույսով։ Սա մեզ համար մեծ ուրախություն է, որովհետև այս նամակը ամբողջությամբ շնչում է վերադարձի սպասումով։ Եվ քրիստոնյայի ուրախությունը ապագայա կենտրոնը։ Աննա քրոջը հարցրեցի կարելի է այսպիսի բառ ստեղծել, Աննա քույրը թույլ տվեց, ասեց այո, ես կողմ եմ։ Այնպես որ նոր բառ ունենք, ապագայա կենտրոն։ Եվ երրորդ, Աստծո արքայությանը եւ փառքին մասնակից լինելու հույսով։ Բառի հետ կապված եթե հարցեր լինեն, Աննա քրոջը կարող եք հարցնել։ Աստծո արքայությանը եւ փառքին մասնակից լինելու հույսով։ Երկրորդ գլուխ 12-րդ համար։ Մենք կանչված ենք ոչ թե պարզապես գոյատևելու, այլ կանչված ենք փառքի։ Չորրորդ, Աստծո խոսքի շնորհով։ Երկրորդ գլուխ 13-րդ համար։ Գրել եմ համարները կողքը, այո։ Այսինքն նրա խոսքը հասանելի է մեզ։ Նրա խոսքը գործում է մեր մեջ։ Հիմա հարց սա արդեն ուրախության աղբյուր չէ, պատճառ չէ։ 5-րդ, Աստծո կամքի իմացությամբ։ Մենք մոլորված չենք, Աստծո կամքը մեզ համար հայտնված է։ 6-րդ, սրբության կյանքով։ Այլևս սրբությունը ծանրություն չէ հավատացյալի համար, բեռ չի, այլ վստահ քայլ Աստծո հետ։ 7-րդ, եղբայր սիրությամբ։ Պողոս ասում է, որ հավատացյալները իր ուրախությունն են։ Դա համար սիրելի եղբայրս եւ քույրս, սա լավ հիշիր։ Եկեղեցին ինքնին ուրախության աղբյուր է։ Մեր եկեղեցին յուրաքանչյուրիս համար հենց ինքնին ուրախության աղբյուր է։ Պատկերացրեք Պողոս առաքյալը որտեղ է գրում, հիշեմ, հա, այստեղ։ Իրոք դուք եք մեր փառքը եւ ուրախությունը։ Հիմա հարց մտորելու համար։ Ձեր կողքինով, ձեր դիմացինով, ձեր հետևինով արդյոք ուրախանում եք։
8-րդ Տիրոջ հետ հավիտյան լինելու հույսով։ Նրան օդում դիմավորելու հույսով եւ հավիտյան նրա հետ լինելու խոստումով։ Սա ոչ թե փախուստ է նրա հետ լինելու հույսը, ոչ թե փախուստ է, այլ փառահեղ միություն։ Այո, հանդիպում է լինելու Հիսուս Քրիստոսի հետ։ Դա իրական է, անձնական եւ փառավոր։ Եվ 9-րդ փրկության վստահությամբ։ Աստված մեզ չի սահմանել բարկության համար, այլ փրկության։ Մենք ունենք վստահություն, որ Աստծո բարկությունը մեր վրա չէ։ Ինչու՞։ Շատ ուժեղ ենք, ոչ, որովհետև մենք Քրիստոսում ենք։ Ասեմ ավելին, այս 5-րդ գլուխ 9-րդ համարը, այս խոսքերը վերաբերում են եկեղեցուն 7 տարվա նեղությունից առաջ, ովքեր որ դեռ չեն ձևավորել իրենց աստվածաբանությունը կամ մտորումների մեջ են, եկեղեցին տեսնես լինելու է 7 տարվա նեղության սկզբում, թե հետո, ասեմ, որ սա շատ կարևոր համար է, որ կարողանանք մենք փաստարկում բերել, որ եկեղեցին 7 տարվա նեղության շրջանում չի լինելու։ Եվ սա եւս առիթ է ինձ եւ քեզ ուրախանալու։ Եվ հենց սա է ասում Պողոս առաքյալը այստեղ։ 10 եկեղեցական առաջնորդության շնորհով Աստված մեզ մենակ չի թողել, նա տվել է հովիվներ։ Սա եւս ուրախանալու առիթ է, սա եւս ուրախանալու պատճառ է։ 11 աղոթքի արտոնությամբ։ Մենք միայնակ չենք այս աշխարհում։ Մենք մուտք ունենք դեպի Աստված։ Մենք ունենք Հայր, ով լսում է, ոչ միայն լսում է, արձագանքում է եւ նաեւ գործում է։ Որքան մարդ կա այս աշխարհում, որ չունի որևէ մեկին ում հետ կարող է խոսել իր ցավի մասին, կիսվել, բայց մենք հավատացյալներս կարող ենք ամեն պահի դիմել երկնքի Թագավորին։ Եվ 12-րդ գոհության շնորհով մենք ունենք աչքեր, որոնք տեսնում են Աստծո ձեռքը մեր կյանքում։ Գոհությունը հիշողություն է Աստծո հավատարմության մասին։ Եթե մենք կարող ենք գոհանալ, դա նշանակում է մենք ճանաչում ենք նրա գործը, մենք վստահում ենք նրան, մենք հավատում ենք նրա բարությանը։ Եվ 13-րդ վերջին Աստծո հավատարիմ բնավորությամբ։ Ես հա պետք է կարդամ այս համարները։ Հիշում եք 4 գլխի համատեքստը առաջի մի քանի համարները։ Մոտենում է նամակի ավարտին Պողոս առաքյալը։ Սա Պողոս առաքյալի աղոթքն է եւ գոհությունը։ Նամակը սկսեց գոհությամբ, որ ուղղված էր Աստծուն, եւ վերջացնում է եւս գոհությամբ, որը ուղղված է եւս Աստծուն։ Եվ խաղաղության Աստվածն ինքը թող ձեզ բոլորովին սրբացնի, եւ ձեր հոգին, անձն ու մարմինն ամբողջապես անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Խնդրում եմ ուշադիր, հավատարիմ է նա, որ ձեզ կանչեց, ու ինքն էլ պիտի կատարի այն։ Նամակը սկսվում է Աստծո ընտրությամբ եւ ավարտվում է Աստծո հավատարմությամբ։ Ճանապարհին որևէ մեկս չենք կորելու։ Նա ով կանչել է ձեզ հավատարիմ է եւ նա էլ կկատարի։ Եվ եթե սկիզբը Աստծուց է եւ ավարտը եւս Աստծուց է, ապա այս ճանապարհին ուրախությունը, աղոթքը եւ գոհությունը հնարավոր է, հնազանդություն է եւ երկրպագություն։ Նամար ողջ փառքն ու պատիվը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։